Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր հուլիսի 28-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Գլխավոր թեման ու միակ թեման, որի շուրջ մենք այսօր կկենտրոնանանք, կաշխատենք, կզրուցենք, դա Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցն է։ Այդ առաջի հեռախոսազրույցն էր Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև մեր ազգային ժողովի ընտրություններից հետո։ Ինչ տվեց այդ հեռախոսազրույցը Փաշինյան-Պուտին, ինչ հետևանքներ կունենա այդ հեռախոսազրույցը, անպայման այսօր մենք վերլուծենք, ուսումնասիրենք, ինչ տիպի հայտարարություններով հանդես եկան պաշտոնական Երևանը և պաշտոնական Մոսկվան այս հեռախոսազրույցից հետո։ Բացի դրանից, երեկ այս հեռախոսազրույցից հետո, որը կայացավ երեկոյան երեկ, ավելի ուշ երեկոյան նաև հանդես եկավ Մարիա Զախարովան, հայտնի մեզ բոլորիս Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, ու ինչ որ ծավալվեց մեկ թեմայի շուրջ, ինչու ՀԱՊԿ-ը չէր կարող աջակցել Հայաստանին։ Նորից ստեր, մանիպուլյացիաներ, դրա մասին էլ կխոսենք։ Բայց ես կսկսեմ այսօրվա զրույցը նրանից, որ իմ կարծիքով բավական ոչ ադեկվատ վիճակում է գտնվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ես չեմ բացառում, որ բավական լուրջ հոգեբանական ծանր և լուրջ վիճակում է ինքը գտնվում, ոչ ադեկվատ արձագանքում է այն ռեալությունների, որոնք կան, նաև Ուկրաինայի պատերազմի հետ կապված, քանի որ երեկ միջև հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյանի հետ ինքը ինչ որտեղ ելույթ ունեցավ, հետո ռուսական պաշտոնական գործակալությունները տարածեցին ինֆորմացիան, որի մասին ես հիմա ձեզ կասեմ, որը ապշեցուցիչ էր։ Տպավորությունը, որ այդ մարդ չգիտի ինչ է կատարվում մարտի դաշտում, պատերազմում Ռուսաստանի Ուկրաինայի դեմ։ Ոստեղ հարց է այս ձևի ոչ ադեկվատ արձագանքող ռեալությունների, այս ձևի ղեկավարի հետ վտանգավոր է զրուցել, թե ոչ, թե ընդհանրապես իմաստուն է այս փուլում զրուցել, թե ոչ, այդ էլ լուրջ խնդիր է։ Ուրեմն, սկսում ենք այսօրվա աշխատանքը, ես խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել և աջակցել մեր YouTube-յան ալիքի, այդ աշխատանքը անչափ կարևոր է հայության համար, և սփյուռքայության համար, և բոլոր առանց բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Ուրեմն, ինչ էր ասում Պուտինը միջև հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինքը ինչ որ ինտերվյու տվեց, այնտեղ ծավալվեց ռուս-ուկրաինական պատերազմի մասին։ Առաջի թեզը, որը ինքը տարածեց, ասեց, որ Ռուսաստանը չի սկսե պատերազմ Ուկրաինայի դեմ։ Ապշեցուցիչ է, չէ՞։ Ակնհայտ սուտ ու բոլորը գիտեն ով է սկսե պատերազմը, բոլորը հիշում են այս գրավումը, հիշում եք հետո անեքսիային Ղրիմի, բոլորը հիշում են 2022 թվի մեծ պատերազմական գործողություններ, որոնք սկսվեցին փետրվարի 23-ին Ռուսաստանի Ուկրաինայի դեմ, 5-րդ տարին է գնում, Ռուսաստանը դա կոչում է հատուկ օպերացիա ու չի թաքցնում, որ սկսեց հենց Ուկրաինայի դեմ, հիշում եք բացատրություններ տալիս էին, ռուսալեզու մասը, մարդկանց իրենց իրավունքները ոտնահարվում են, և այլ և այլ։ Այդ գաղտնիք չի, այդ Ռուսաստանն ու Պուտինն մեզ ասե, որ պատերազմի են գնում, ուղղակի բառ պատերազմ չէին օգտագործում, ասում էին հատուկ ռազմական օպերացիա իրականացնել Ուկրաինայի ռեժիմի դեմ։ Իրենք ասում են, որ Պուտինը երեկ ասեց, որ հակառակը ասում է Կիևի ռեժիմը արևմուտքի հետ միասին մեր դեմ սկսեցին պատերազմ։ Գիտեք, այս իր հայտարարությունը ոչ միայն կարելի է քննադատել որպես սուտ ասածը, դա սուտ է,
դա չի համապատասխանում իրականությանը ու հենց հակասում է նրան, ինչ միջ այդ ասում էր Ռուսաստանը, պաշտոնական Կրեմլը ու նույն Պուտինը։ Բացի դրանից, իմ կարծիքով դա խոսում է նրա մասին, որ ոչ adekvat վիճակում է գտնվում Ռուսաստանի նախագահ, իմ կարծիքով ինքը չի արձագանքում adekvat այն process-ներին, որոնք հիմա գնում են այս ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակներում։ Մյուսը ինքը ասեց, որ մենք համոզված ենք Ռուսաստանը կհասնի իր ուզածին, ռուս ժողովուրդը կամ ռուսաստանցիք համախմբված են այդ հատուկ օպերացիայի շուրջ։ Ես պետք է ասեմ, որ ինքը ասեց, որ մեր դեմ օգտագործում են տերորիստական ահաբեկչական մեթոդներ, ճիշտ ասեմ, ես չգիտեմ ինքը ինչ նկատի ունի, միգուցե նկատի ունի հակառակվածները Ուկրաինայի դրոններով Ռուսաստանի տարածքի խորքերում, միգուցե, բայց ինքը դա ասեց, ինքը ասեց, որ արևմտյան երկրները ամեն ինչ անում են մեր լցանավերը, տանկերները բռնելու, նավթ տեղափոխող ռուսական, դրա դեմ մենք պետք է առնենք, չգիտեմ ոնց ինքը ուզում է դեմ առնել, բայց իրոք այդ երևույթը թափ է առնում իր պուտինիստերային նավատորմի դեմ ու նավթ տեղափոխող նավերի դեմ լուրջ պայքար է գնում, դրանք սանկցիաների տակ են, իմիջիայլոց Ռուսաստանը ոչ միայն արևմուտքի սանկցիաների տակ են, շատ ու շատ երկրներ ոչ մի կոնտակտ չեմ ուզում իրենց հետ ունենալ, ինքը ասեց, որ Ռուսաստանը չկարողացան մեկուսացնել։ Նու ես չեմ պատկերացնում դրանից ավելի ուժեղ որ մեկուսացումը կարող է լինի։ Դու գիտեք, մշակույթ, սպորտ, տարբեր ոլորտներ Ռուսաստանի մարդկանց կամ սպորտսմեններին կամ մշակույթի գործիչներին չեն ընդունում խոշորագույն միջոցառումների միջազգային հարթակներում չեն հրավիրում, ես չեմ ասում դիվանագիտական մակարդակով, նաև բավական ուժեղ իզոլացված է, մասամբ Ռուսաստանը ուժային ոլորտում Չինաստանի, Հյուսիսային Կորեայի շնորհիվ ինչ որ գործողություններ ծավալում է, բայց շրջափակումը իրոք շատ լուրջ է տարբեր ոլորտներում, նաև ուժայինում Ռուսաստանի դեմ ու ասել, որ չկարողացան մեկուսացնել, դա իրոք ոչ adekvat արձագանք է ռեալությունների։ Նաև ինքը սադրանք կատարեց, Պուտինը ասեց, որ Ուկրաինայի արևմտյան մասում կա Հունգարիայի նախկինում Հունգարիայի մաս, Լեհաստանին պատկանող նախկինում տարածքներ եւ Ռումինիային։ Ու ինքը ասեց այդ երեք երկրները Լեհաստանը, Ռումինիան եւ Հունգարիան այս տարածքները Ուկրաինայի ի վերջո կխլեն Ուկրաինայից։ Դա էլ ոչ adekvat արձագանք է, մեծ գաղտնիք չի, մեզ բոլորիս համար օրինակ նույն Լեհաստանը ու նույն Ռումինիան լրջագույն աջակցություն են տալիս Ուկրաինային։ Դες իր խոսքերը adekvat խոսքեր չեն։ Եթե ինքը փորձում է ինչ-որ խաղեր տալ, այն ժամանակները վաղուց է անցել են։ Բայց ինչի ես ձեզ բերեցի այս 4-5 բան ասածը Պուտինի, դա նշանակում է, որ բավական ծանր հոգեբանական վիճակում գտնվող մարդ է խոսում։ Դա խոսում է նրա մասին, որ ոչ միայն ինքը փորձում է ստել, մանիպուլյացիա անել, մեզ ապակող որոշել շատերիս։ Ու խոսքը չի գնում միայն Հայաստանի մասին, աշխարհի մասին, ապակողմը որոշել աշխարհի քաղաքական գործիչներին կամ փորձագետներին, նաև խոսքում է դրա մասին, որ ինքը adekvat չի արձագանքում ռեալություններին։ Ով կհավատա այս ակնհայտ սուտերի, որ օրինակ Ուկրաինան սկսեց պատերազմ Ռուսաստանի դեմ։ Մեր արջքի առաջ է դա եղել, ոնց է սկսվել պատերազմը, ոնց է սկսվել մեծ պատերազմը 2022 թվականի փետրվարի 23-ին։ Ոստեղ մեզ համար առաջանում է մեկ խնդիր, ես պարտավոր եմ դա ասել, միջև անցնեմ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի։ Ինձ համար
առաջանում է շատ լուրջ հարց ու ես առաջարկում եմ կառավարությանը մտածել դրա մասին։ Այս ձևի բավական ծանր վիճակում գտնվող ոչ adekvat արձագանքող ռեալությունների ղեկավարի հետ Ռուսաստանի ոնց պետք է շփվես։ Զգուշավոր պետք է լինես, միգուցե ինչ-որ ժամանակ պետք չէ շփվել։ Ռուսաստանը դուք գիտեք նաև փորձում է վարկաբեկել մեզ, մեր բիզնեսը, դուք գիտեք Ռուսաստանը կասկածնել առաջացրեց, բարձրացրեց, հիշում եք, որ իբր Իրանի միջոցով հայկական ծաղիկները փորձ արվեց տեղափոխել Ռուսաստան, այս ձևի հիշում եք, աղմուկ էր մի շաբաթ առաջ ու ավելին Ռուսաստանը դադարեցրեց վերցնել, առնել Իրանի ծաղիկները, իբր հայկական ծաղիկները Իրանի միջոցով մտնում էին իրենց շուկա։ Հիմա Ռուսաստանը ասում է, որ բռնեցին մարդուն Բելարուսի բիզնեսմեններից մեկին, որը մտավ Ռուսաստան նաև ունենալով հայկական ծաղիկը, որ բիզնես անի ծախի Ռուսաստանում, Ռուսաստանը փորձում է վարկաբեկել մեզ եւ մեր բիզնեսը, որ մենք ուղղակիորեն չենք կարող մտնել Ռուսաստանի շուկա ու տարբեր ձևերով ուզում ենք մտնել ռուսական շուկա։ Դա վարկաբեկիչ ինֆորմացիա է, ես կասկած չունեմ, չի համապատասխանում իրականության, բայց դա փաստ է։ Ռուսաստանը անընդհատ հոգեբանական ճնշում է գործադրում մեր դեմ եւ ասում եմ Ռուսաստան, Պուտինյան Ռուսաստանի մասին է խոսքը, հասարակ նորմալ մարդկանց մասին չի խոսքը, ռուսաստանցիները շատերը մեզ հետ ապրում են Հայաստանում ու շատ լավ է, լավ մեզ հետ շփվում են, փայլուն հարաբերություններ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, ուրեմն նորից դա հատուկ ասում են, որ դուք հասկանաք, իմանաք, որ գործը գնում է Պուտինյան ռեժիմի մասին, երբ որ մենք քննադատում ենք Ռուսաստանը, նկատի ունենք Պուտինյան ռեժիմը։ Անընդհատ հոգեբանական ճնշումներ, անընդհատ տալիս են մեզ ինֆորմացիա, օրինակ ՌԻԱ Նովոստի տարածեց ինֆորմացիան, որ միայն պանիրի շուկայից զրկել է Հայաստանի պանիրները, դուք գիտեք, մեր կատնամտերքը չեն թողնում, որ մտնի Ռուսաստանի տարածք, Ռուսաստանի շուկա, նաև այդ պանիրները թույլ չեն տալիս, պարզվում է դա նշանակում է, որ տարվա կտրվածքով մենք կունենանք մոտ առապես $13 միլիոն կորուստ, անընդհատ այս ձևի բացասական ինֆորմացիան մեզ տրվում է Ռուսաստանի ԶԼՄ-ների կողմից եւ պաշտոնյաների կողմից։ Դրա մասին նաև պետք է հիշենք ու իմանանք ու չմոռանանք։ Հիմա ես ուզում եմ անցնել այսօրվա գլխավոր թեմային։ Պուտինը եւ Փաշինյանը ունեցել են հեռախոսազրույց։ Դա առաջի հեռախոսազրույցն էր մեր ընտրություններից հետո, բայց այն երկու հաղորդագրություններ, որոնց մասին մենք հիմա կխոսենք, մեկը տվեց մեր կառավարությունը, մյուսը տվեց Կրեմլը, այս հեռախոսազրույցից հետո երեկոյան անցկացված Փաշինյան-Պուտին հետո այդ հաղորդագրություններում չկա ոչ մի բան նրա մասին, որ Պուտինը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին այս ընտրություններում վերընտրվելու կապակցությամբ, հաղթանակի կապակցությամբ։ Դες Ռուսաստանը շարունակում է այս գիծը, որ չի ճանաչում մեր ընտրությունների արդյունքները, դա ակնհայտ է։ Հիմա հայկական կողմը, ինչ է ասում հայկական կողմը։ Հայկական կողմը ասում է, որ եղավ հեռախոսազրույց, Նիկոլ Փաշինյանը, Պուտինը փոխանակեցին կարծիք այդ ինչ վիճակում են գտնվում երկկողմ հարաբերությունները, նաև հայտվում տնտեսական, նաև հայտվում խնդիրների մասին խոսեցին։ Ու մեր կառավարության հաղորդագրության մեջ ֆիքսված է, որ Նիկոլ Փաշինյանը ասեց ու ուշադրությունը դարձրեց Պուտինին, որ եւ փակել ռուսական շուկան եւ ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի արչեւ դա հակասում է այն պայմանագրերին հետ հակասում է, հակասության մեջ է մտնում, որոնք մենք
ունենք Ռուսաստանի հետ երկկողմ Հայաստան-Ռուսաստան եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Ցանկացած դեպքում այս փակելը սահմանափակումները մտցված Ռուսաստանի կողմից ու փակելը մեր արչեւ մեր ապրանքների արչեւ Ռուսաստանի շուկան եւ ԵԱՏՄ-ի շուկան դա հակասում է այդ պայմանագրերի էությանը ԵԱՏՄ-ի նորմերին։ Ու ասվեց, որ Նիկոլ Փաշինյանը դիմեց Պուտինին այս հարցերը կարգավորելու համար, դիմեց, խնդրեց կարգավորելու համար։ Բացի դրանից, մեր կառավարությունը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ ինչ վերաբերում է Հայաստանում անցկացվող կամ պլանավորվող անցկացնել ռեֆերենդում, հանրակրվե կապված Հայաստանի Եվրոմիության գնալու ճանապարհով, Հայաստան Եվրոմիության անդամակցության հետ կապված, որը հիշում եք հայտարարության մեջ կար մայիսի 29-ին, երբ որ եղել է ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը, այդ ԵԱՏՄ-ի գագաթնաժողովից դուրս 4 երկրների ղեկավարներ՝ Ղրղստան, Ղազախստան, Բելարուս, Ռուսաստան, իրանք միասին հայտարարություն արեցին, որ կոչ են անում Հայաստանին անցկացնել մոտ ժամանակներս հանրակրվե կապված նրա հետ, մնում են ԵԱՏՄ-ում, թե գնում են դեպի Եվրոմիություն։ Այդ առաջարկը կար ու մեր կառավարությունը ասում է ինչ վերաբերում է այս առաջարկին, այդ 4 երկրների ղեկավարների Հայաստանը, քանի որ ի պաշտոնե չի դիմե Եվրոմիություն անդամակցությանը, ուրեմն այս հայտարարության պահանջը, առաջարկը հանրակրվե անցկացնել Հայաստանում կապված ապագայի հետ եվրոինտեգրացիայի դա անիմաստ է, քանի որ ոչ մի իր մեջ չի պարունակում անհրաժեշտություն անցկացնել հանրակրվե։ Հայաստանը դեր չի դիմե ի պաշտոնե Եվրոմիություն։ Մի բան է, որ Հայաստանի ազգային ժողովը ուզում են գնալ դեպի եվրոինտեգրացիա, մյուս բան է դու դիմում ես Եվրոմիության ու սկսում ես իրոք քայլեր դեպի եվրոինտեգրացիա։ Հիմա այս հաղորդագրության մեջ կարճ լավ ձևակերպված է, որ քանի որ այդ քայլը Հայաստանը չի արել, ուրեմն ակտուալ չի այդ հարցը հանրակրվեի։ Հիմա բացի դրանից Նիկոլ Փաշինյանը պարզ է դուրը բաց է թողել, ինքը ասեց, որ ու այդ հաղորդագրության մեջ կա կառավարության, որ Փաշինյանը ասեց, որ բոլոր հարցերը, որոնք կան Հայաստան-Ռուսաստան, Հայաստանի կառավարությունը պատրաստ է լուծել բաց, թափանցիկ եւ բարեկամական ընկերական մթնոլորտ։ Ակնհայտ է, որ կարճ զրույց էր, ակնհայտ է այս մեր հաղորդագրությունից, որ Ռուսաստանը նորից դրեց հարց, որ դուք պետք է հանրակրվե անցկացնեք ու որոշեք դուք գնում եք եվրոինտեգրացիա, թե մնում եք ԵԱՏՄ-ում, որ մենք ըստ դրա մեր քայլերը անենք։ Ակնհայտ է, դա կարճ զրույց էր ու զրույցը գնում էր մենակ մի հարցի շուրջ։ Հայաստանը բարձրացրեց հարց, որ բացվի շուկան Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի Հայաստանի ապրանքների առջև ու Հայաստանի ղեկավարը ասեց, որ դա հակասում է այն իրավական բազայի, որը կա Հայաստան-Ռուսաստան միջև, Հայաստան-ԵԱՏՄ, ռուսական կողմը ասեց չէ, դուք պետք է մեր առաջարկը ուսումնասիրեք, անցկացրեք հանրակրվե Հայաստանում, որ արդյունքը մենք տեսնենք այդ հանրակրվեի, հակառակ դեպքում ոչ մի բան չի փոխվի։ Ու իրոք պարոն Պեսկովը, Ռուսաստանի նախագահի պրեսկարտուարը անմիջապես այդ հեռախոսազրույցից հետո ասեց, որ Պուտինը իր զրույցում Նիկոլ Փաշինյանի հետ ասեց, որ Հայաստանում պետք է անցկացվի ռեֆերենդում, հանրակրվե կապված ԵԱՏՄ-ի անդամակցության հետ։ Վերջ, պետք է անցկացվի ինչքան կարելի է շուտ։ Ռուսաստանի նաև Կրեմլը, նու բարձ է պարոն Պեսկովն էլ Կրեմլա ներկայացնում, ինքը պրեսկարտուղարն է Պուտինի, բայց Կրեմլում կա նաև պրես ծառայություն, որը տարածեց ինֆորմացիա, ասելով, որ հայկական կողմի նախաձեռնությամբ մերոնք բան չասեցին,
ով նախաձեռնեց հեռախոսազրույցը, բայց Կրեմլը ասաց, որ Հայաստանի կողմի նախաձեռնությամբ այդ հեռախոսազրույցը կայացավ Պուտին-Փաշինյան, դա համապատասխանում է իմ կարծիքով իրականության, Նիկոլ Փաշինյանը չէր թաքցնում, որ եթե Պուտինը հրավիրի ինքը Կրեմլ կգնա, պարզ է Նիկոլ Փաշինյանը ուզում է լուծել հարց մեր ապրանքները, որ մտնեն Ռուսաստանի շուկա, պարզ է ինքը նախաձեռնեց, ես կարծում եմ այդ ինֆորմացիան ճիշտ է, բայց Կրեմլի հաղորդագրությունը կարճ էր, ոնց Պեսկովը կարճ ասեց, Հայաստանը պետք է անցկացնի հանրաքվե, ԵԱՏՄ-ում մնում է թե ոչ, նույնը ստեղ Կրեմլի ասված է, որ Պուտինը ասեց, որ անպայման Հայաստանում պետք է անցկացվի հանրաքվե այս անդամակցության հետ կապված։ Կոպիտ ասած Հայաստանը գնում է դեպի Եվրոմիություն, թե մնում է ԵԱՏՄ-ում, այդ հանրաքվե։ Ու Պուտինը հողում արեց հենց այն 4 ղեկավարների հայտարարությանը, որը արվեց, հիշում եք, մայիսի 29-ին գագաթնաժողովի ԵԱՏՄ-ի ժամանակ։ Բայց այդտեղ մի նյուանս կան, որի մասին ուզում եմ ասել։ Այս Կրեմլի հաղորդագրության մեջ գրված է, որ այդ հայտարարությունը արվեց այդ 4 ղեկավարների հետ, 4 պետությունների ԵԱՏՄ-ի Բելարուս, Ռուսաստան, Ղրղստան, Ղազախստան արվեց հենց ԵԱՏՄ-ի շրջանակներում, այդ սուտ է, դա արվեց ԵԱՏՄ-ի շրջանակների դուրս, քանի որ Հայաստանը իր համաձայնությունը չտվեց, որ Հայաստանի անդամակցության հարցը ԵԱՏՄ-ում քննարկվի, դուք հիշում եք, դա եղավ Աստանայում մայիսի 29-ին։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը մոնիպուլյացնում է այդ բոլոր հարցերը ու պահանջում է մեկ բան, որ մենք անցկացրենք հանրաքվե։ Ինչու է պահանջում շատ սարմանալի է, ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ երբ որ Սերժ Սարգսյանը տարավ մեր երկիրը ու կրակը գցեց տարավ 2013 թվին դեպի Եվրասիական միություն, դե այն ժամանակ Եվրասիական միություն չէր, դա մաքսային միություն էր, այդ ուղղությամբ երբ որ տարավ, հրաժարվեց ստորագրել ասոցիացիա Եվրոմիության հետ, այն ժամանակվանից լրջագույն պրոբլեմներ առաջացան հայ ժողովրդի առջև, այդ իրոք լուրջ սխալ էր, եթե չասենք հանցանք էր, բայց այն ժամանակ Ռուսաստանը 2015 թվին չի պահանջել Սերժ Սարգսյանից, որ Սերժ Սարգսյանը հանրաքվե անցկացնի, ուրա ուզում գնալ Հայաստանի ժողովուրդը։ Հիմա Նիկոլ Փաշինյանից պահանջում են։ Պարզ է, չշնորհավորելով Նիկոլ Փաշինյանին, Պուտինը կասկածի տակ է դնում լեգիտիմությունը Նիկոլ Փաշինյանի ընտրությունների, այո, մենք լեգիտիմությունը ծնվում է ներսից, պարզ է ու լեգիտիմ են մեր ընտրությունները, բայց ցանկացած դեպքում Ռուսաստանը վերաբերմունքը դրանով ցույց տվեց։ Պուտինը ունենալով առաջի հեռախոսազրույցը Փաշինյանի հետ ընտրություններից հետո շնորհավորեց իրան։ Հիմա ինչ պետք է պատասխանել, իմ պատասխանը հասարակ է, պետք է սկսել դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Այդ հեռախոսազրույցը Փաշինյան-Պուտին ինձ ցույց տվեց Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվում, կոշտանում է, ուրեմն էլի սանկցիոն քաղաքականություն մեր դեմ, մեր ապրանքների դեմ կշարունակվի, ուրեմն պետք է սկսես պրոցեդուրան դուրս գալու ԵԱՏՄ-ից, որ կարողանաս արագ վերակառուցես քո արևտուրը, քո տնտեսությունը ավելի արագ։ Մյուս գագաթնաժողովը, որը կարող է բերել նաև նոր քննարկումների Նիկոլ Փաշինյան Միշուստինը հիշում է կառավարության գլուխն է Ռուսաստանի կլինի օգոստոսի 7-8-ին Ղրղստանում, դա կառավարության ղեկավարների ԵԱՏՄ-ի նիստն է, ու դեկտեմբերին կլինի գագաթնաժողով ԵԱՏՄ-ի, որտեղ որ կլինի Պուտինը, Ղազախստանի ղեկավար, Ղրղստանի, Բելարուսի ու եթե գնա Նիկոլ Փաշինյանը կլինի։ Բայց նորից կրկնում եմ, ոչ մի բան չի փոխվել, շատ հստակ է պահանջը դրված մեր առջև։ Հայաստանը պետք է հրաժարվի եվրոինտեգրացիայից, նոր սահմանները բացվեն։ Բայց ինչ եղավ ապշեցուցիչ երեկոյան ավելի ուշ այդ հեռախոսազրույցից հետո։ Մարիա Զախարովան խոսաց ու շոշափեց մեկ հարց,
Ինքը ասեց, այ պահանջում են ՀԱՊԿ-ից, որ ՀԱՊԿ-ը Ղարաբաղի հարցով օգներ եւ այլ, բայց ՀԱՊԿ-ը չէր կարող դա անել, քանի որ Ղարաբաղը Հայաստանը չի մցրել իր կազմի մեջ, ուրեմն ոնց կարար Ռուսաստանը աջակցել, միտքը նա է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս չէր։ Բայց ոնց որ մեզ իշի տեղ դնել, ես ներողություն եմ խնդրում այդ խոսքիս համար, ոնց որ մեզ Մարիա Զախարովան իշի տեղ դներ։ Ինքը ասում է, այ Հայաստանը ՀԱՊԿ-ից դժգոհ, բայց ՀԱՊԿ-ի լիազորությունների մեջ չէր մտնում այդ հարցը։ Իրոք Ղարաբաղի հարցը չի մտնե ու չի մտե, չի էլ եղե Ղարաբաղի հարցը ՀԱՊԿ-ի լիազորությունների շրջանակներում։ Մինսկի խումբ կար, որը կարգավորում էր վատ լավ Ղարաբաղի հարցը։ Բայց Հայաստանը դժգոհ է ՀԱՊԿ-ից այլ պատճառով։ Հայաստանը դժգոհ է ՀԱՊԿ-ից, որ ՀԱՊԿ-ը չաջակցեց մեզ, երբ որ 2022 թվին օտարի զորքերը մտան Հայաստան, հասան ջերմուկ։ Մեր տարածքային ամբողջականությունը, Հայաստանի անվիճելի տարածքային ամբողջականությունը խախտված է։ Ուրեմն այս մանիպուլյացիաները Ռուսաստանի իրոք հոգնեցուցիչ են։ Ու մյուսը մեր ժողովուրդը երբ որ դժգոհ է, դժգոհություն արտահայտում է եւ մենք փորձագետները սա հստակ ենք ասում։ ՀԱՊԿ-ից դժգոհ են, քանի որ ՀԱՊԿ-ը չպաշտպանեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը, երբ որ ջերմուկ եկան հասան Ադրբեջանի զորքերը։ Դժգոհությունը Ղարաբաղի հարցով կապված է ռուս խաղաղապահների հետ, որոնք չպաշտպանեցին հայերին Ղարաբաղի 2023 թվին։ Ուրեմն ես ավարտեցի իմ ելույթը ինչով, որ ոչ մի բանի չեկան Պուտինը Փաշինյանի հետ, ոչ մի արդյունքի չեկան, ուրեմն Ռուսաստանի կոշտ քաղաքականությունը մեր նկատմամբ կշարունակվի։ Դա պետք է հաշվի առնի մեր կառավարությունը իր պլանների մեջ։ Մինչ նոր հանդիպումներ։